Այս Հայաստանի ամենաեժան BMW տղոյկա կուպենա 92 կուզովում մենք այս ավտոն արել ենք, այս մեր թազա պրոյեկտը, ու մենք վերածելու ենք իրան մի հատ բոմբ ավտոյի։ Գնացինք։ Իրականում շատ հեշտ է նկարել հետև քաշող 230 դիաուժանոց ավտոյի աբզորը, երբ որ պակրիշկեքը այդքան էլ լավ վիճակում չեն ու կոնկրետ ձյուն է գալի անսպասելի պահերի, բայց մենք ամեն դեպքում հավաքվել ենք, որ շատ չսպասենք այս վիդեոին, գիշերվա միլիոնն է, բայց մենք նկարելու ենք այս վիդեոն, որովհետև մենք մի հատ շատ կարևոր նպատակ ենք հետապնդում, չենք մոռանում մինչև այս տարվա վերջ մենք պետք է Երևան Ղարիբյանին անպայման պատվիսկեքով աբգոն անենք, այսքանը մնացել որ մենք իրան հասնենք, так что բաժանորդագրվեք անպայման։ Մի հատ պետք է նախ հասկանալ ինչ նպատակներ ունենք մենք այս պրոյեկտի հետ կախված, չենք ուզում իրան stage 80 անենք, սարքենք կվոտորի 6 վայրկյան գնացող, որովհետև տուպը չենք կարա, այս ավտոն turbo չի, այս ավտոն N52B30 շարժիչով է, 328 ինդեքսով, 230 դիաուժ։ Նայեցիք վիդեոն, լավ նայեցիք, դուրները տեկավ, իսկ մեզ այդքան է դուր չեկավ, որովհետև նոր մեզ եկան, ասեցին պահպանվող տարածք կա, եկեք այս ավտոները պարկով կիս քաշեք, մենք էլ իհարկե օրինաբար քաղաքացիներ ենք, գնում ենք ուրիշ լոկացիա, որ սիոմկեքը շարունակենք։ Ինչ վիճակում է գտնվում այս ավտոն։ Իրականում նորմալ, հաշվի առնելով ինչքանով ենք մենք այս ավտոն արել, մեծ փորձեք գուշակեք իրականում մենք ինչքանով ենք այս ավտոն արել, как минимум մոտորը խփած չի, կարողը խփած չի, ռուլը ֆորում է, շատ ձենես չի հանում, դաժե գազը վրան դրած, իհարկե, գազի մոմենտը չասես։ Ավտոն մենակ 98 բենզինով է աշխատում, վրան պրաշիվկա է արած։ Այս ավտոն իրականում գազով է ու այդ մեր որոշումը չի, մենք այս ավտոնի սկզբանե գազով արել ենք, մի քիչ անհանգստանում էին գազի հետ կապված, բայց դա իրականում այն լոգիկա, որ ինչ վատություն պետք է անել գազը արդեն այս ավտոյին արել է, մենք եք անել ես ծանոթում շրջանում ենք, հաստատ գազով ենք քշել այս ավտոն էլ է։ Ինչ պլաններ կա իրականում այս ավտոյի հետ կապված, համար առաջի պլանը կայանում նրանում, որ մենք իրան նախ պետք է բերենք մի հատ շատ լավ իդեալական գրեթե տեխնիկական վիճակի, ինչքան է հնարավոր է իր համար, որից հետո արդեն կզբաղվենք ավտոյի արտաքին տեսքով, արդեն մի քանի բան զակաց տված է, մի քանի բան շուտով զակաց ենք տալու, ինչի հենց որոշեցինք, որ կուպե, չնայած այս գնով կարելի է 90-ներ առնել շատ ավելի լավ վիճակում, բայց դե ունենք այն ինչ ունենք, իրականում կուպե կուզովը դա մի անգամից խոսում է նրա մասին, որ նախ եւ առաջ դու ունես ճաշակի զգացողություն, երկրորդը դու չունես հավանաբար շատ ընկերներ, որովհետեւ մաքսիմում 4 հոգի կարա տեղավորվես ավտոյի մեջ։ Բայց դուք մտածել եք ինչի է գազելի մեջ 30 տեղ, իսկ Ferrari-ի մեջ ընդամենը 2։ Մտածեք դրա մասին։ Ոնց է վերաբերվում մեր օրերում այս ավտոյին։ Այս ավտոն ինչքան է ունի այն համբավը, որ ինքը սուպեր պուպեր ավտո է, սպորտային ավտո է, վայրենի է։ Տարիներն անցել են, հիմա այս ավտոները քշում են երկու տիպի մարդիկ, կամ են մարդիկ, ովքեր որ ահավոր սիրում են հենց կոնկրետ այս մոդելը, կամ են մարդիկ, ովքեր որ պրոստը մտել են լիստ, գրել են BMW կուպե մաքսիմալ էժան ու որոշել են այս ավտոն առնեն։ Խոսամ ստե ինչ որ ֆունկցիաների մասին, էսա ծալվում, էսա բացվում, խադավոյը սենց է աշխատում, նենց է աշխատում։ Այս ավտոյի ստեղծվելուց 20 տարի հետո արդեն լրիվ անիմաստ է, որովհետև հիմա այս ավտոն ուղղակի մի նպատակի համար է ծառայում։ Այս ավտոն ջահելների ավտո է, հատկապես կուպեն, այս ավտոն վերցնում են, անխնա տժժեցնում են, արդեն վաղուց դարել են ուղղակի խաղալիք մեքենա սիրող, բայց շատ դեպքերում մեքենաներից չհասկացող մարդկանց համար։ Այն ամենագլխավոր միֆը այս ավտոյի հետ կապված, որ միջև իր հետ առնչվելը ես սպասում էի, շատ էի իրականում սպասում, որ հասկանամ իմ կարծիքը ոնց է ալնելու դրա վերաբերյալ։ Այնա, որ այս ավտոն ահա որ պրովոկատոր է։ Դե թղթի վրա այդ իրականում տենց է, 230 դիաուժ, չեմ քանի ձիերն են միջև օրերս սաղ մնացել, բայց դե հետև քաշող ինքն է էլի, ոբշեմ Պտի պրովոկացիա անի, պտի քեզ տիպի, որ դու ես իրան քշես, ստանաս, բայց չէ։ Ինքը քեզ ամեն ինչ տալիս է, ինքը իրոք լավ կառավարվող է, ինքը իրոք լավ այդ խփող դինամիկան ունի տակից, որովհետև դե վերջո turbo չկա, ինքը իրանով աշխատում է։ Գծային զարգացման, ոնց կարամ այդպես խելացի ձևով ասեմ, գծային զարգացում ունի, հայ ապարոտների ու հզորության տես կորելացիա, как чисто полկեն լավն է բավականին, որ ապարոտներից սխում ես լավ է գնում ինքը, բայց դե այդ մեկտեղ ինքը քեզ
Ընդհանրապես այդ իմ պատկերացրած ձևով չի ստիպում, պրովոկացիա չի անում, որ դու անընդհատ խուլիգանավարի քշես։ Չէ, կարաս հանգիստ իրան քաղաքային ռեժիմում sense էքսպլուատացիա անես։ Եկել է այն ժամանակը, երբ որ եթե դուք պուճու ժամանակ երազել եք այս ավտոյի մասին, միշտ մտածել եք դե չէ, դե պահը չի, դե թանկա է, սա այնա, արդեն կարելի է մտածել այս ավտոյի մասին, որովհետև իրականում արդեն բավականին շատացել են, իրականում արդեն բավականին սրանց մատորների խնդիրները հասկացել են, սկսել են լուծել, չեն վախում այս մատորներից։ Իրականում կարելի է մտ անկեղծության համար ասել, որ սրանց վրա մի քանի մատոր ալնում, լինում է N52-ը, լինում է N54-ը, ռեստայլինգի վրա լինում է նաև N55-ը, այդ ինչ վերաբերում է 3 լիտրանոց շարժիչներին։ N54-ը ու N55-ը տուրբո են, N55-ը ասեմ ավելի M2-ի մատորն է, նույն ինքը F10-ի մատորն է, Dorest F30-ների մատորն է։ Պուլիմյոտը բավականին արագ է, բայց լիքը խնդիրներ ունի, N54-ը էլ ավելի շատ խնդիրներ ունի, N52 առանց տուրբո սովորական 230G, ռեստայլինգի վրա 270G։ Սա ավտոյի միակ խնդիրը Բակտիկը չի աշխատում, դա միակ խնդիրը չկա ոչ։ Որ ես вообще այս ավտոների հետ կապ չունեցող մարդ նստում եմ մեջը։ Սազում է։ Հա, բավականին։ Սազում է, չէ։ Տեսօր մեր սիրելի օպերատոր Գաֆոնը, Գաֆը մեծ ձերով արավ։ Հիմա հա, իրականում ստեղա կտորը պոկված, ստեղա լուկը բացում ես, վախում ես, ստեղա կրիշը կեղտոտ, քանի ավտոյի տերը չի տենում ասեմ, էլի։ Չեկի լույսը բնականաբար վառում է, դե BMW-ների վրա գիտեք, էլի, եթե չեկի լույսը չի վառում, նշանակում է չեկի լամպաշկեն փչացել է, էլի, միակ պատճառը դա է։ Դե սիրելի օպերատոր, գնա հետ ձենը լսենք։ Այս սենց առաջին էպիզոդն էր, որտեղ մի քիչ աբզորանման խոսացինք այս մեքենայի մասին։ Այսօրվա համար մենք այսքանն էինք պատրաստել, շատ շնորհակալություն այս վիդեոն նայելու համար։ Մենք երկար ժամանակ չկայինք, բայց էլի պլոտնի տեմպով կպնում ենք, շարունակում ենք վիդեոները նկարել, շատ շուտով արդեն սրա երկրորդ մասն է դուրս գալու, որովհետև արդեն գործեր ենք մենք որոշակի արել այս ավտոյի վրա, որի մասին ուղղակի հələ չեմ ուզում խոսամ։ Սպասեք ամեն ինչին, Քարանկյուն ալիքին պատվիսկա եղեք, հələ մի անջատի։ Հələ ուզում եմ զայից իրես այս ավտոյի հետևն նստեմ ես մի հատ։ Նեշի չեմ նստել, բայց այս վիդեոյի համար էլի մի հատ հատուկ, նայ, պրեմիում։ Սխմում ես, գնում առաջ, ասում եմ գնա նստի։ Հոպ։ Yandex Comfort Plus։ Даже sense։ Բիզնես չի գնում, չէ՞։ Ջոգելով այս ավտոն вообще չի գնում։ Լավ, всё, պատվիսկա եղեք Քարանկյուն ալիքին, սպասեք տազա վիդեոներին, իսկ ես գնամ փախնեմ, քանի ավտոյի տերը չի եկել, ցեցես ավտոն կնգելու համար։